Սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, հալելույա, ողջ փառքը լինի Տիրոջը, սիրելիս, մեր Աստված այնքան սուրբ է, որ հրեշտակները, երբ որ Տիրոջ առաջ կանգնած են, պատկերացրեք անդադար մենակ ասում են սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես, Տիրոջ սրբությունով չեն հագենում, պատկերացնում ես ինչքան սուրբ է, այ թող ես ու դու այդ փափագը ունենանք, որ Տիրոջ սրբության փափագ ունենանք, որ նմանվենք մեր հորը, որտեղ մեր հայրը երկնքում կատարյալ է, ամեն, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, հալելույա, հալելույա, ինչ քաղցր է մեր Աստված, ինչ զորավոր է մեր Տերը, սիրելիներս, հալելույա, ողջունում եմ բոլորիդ, նաև մեզ համացանցով դիտողներին, և ևս մեկ անգամ ասում եմ, որ մեր Աստված սուրբ Աստված է, սիրելիս, կողքինիդ ասամ մեր Աստված սուրբ Աստված է ու կարաք նստեք Տիրոջ քաղցր ներկայության մեջ, հալելույա, մեր Աստված սուրբ Աստված է, սիրելի փառաբանության թիմ ջան, հալելույա, քաղցր է մեր Աստված, մեր Աստծո ներկայությունը, ողջ փառքը լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ամեն, դու ուրախ ես, որ Տիրոջ տան մեջ ես, հալելույա, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, գիտեք, ամեն կիրակի հենց որ գալիս է ծառայության օրերը, ես անկեղծ եմ ասում, որ ծառայությունը, երբ որ արդեն ծառայության օրը մոտենում է, իմ սիրտը ուրախությունով թնդում է, որտեվ Աստծո խոսքը հիշում եք Սաղմոսում ինչ ասում, ասում է ես իմ սիրտը ուրախացավ, երբ որ ինձ ասեցին, թե Տիրոջ տունը պետքա գնամ, սիրելիս ես անկեղծ փափագած սպասում եմ, թե երբ է գալու կիրակի օրերը, բայց ուզում եմ քեզ ասեմ, որ ոնց որ ես դենց էլ դու չսահմանափակվենք մենակ կիրակի օրերով, ամեն, չսահմանափակվենք, որ մենակ կիրակի օրը գանք, ծառայության, Աստծո ներկայությունը վայելենք, Տիրոջ տան մեջ եղնենք, այդ քաղցր ժամանակը վերցնենք ու գնանք, բայց ուզում եմ քեզ ասեմ, սիրելիս, անընդհատ փափագի, Աստծո խոսքը ասում է սկզբից երկնքի արքայությունը փնտրեք, մնացածը կտրվի ձեզ, անընդհատ փնտրեք երկնքի արքայությունը, անընդհատ փնտրեք վերինները, ոնց որ Աստծո խոսքն ասում, վերինները մտածեք, ոչ թե երկրի վրայինները, ամեն, ու թող ամեն մեկը սեղնենք վերինների մասին մտածող, մեր Տեր Աստծո մասին մտածող, մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերի մասին մտածող, որտեղ Աստծո խոսքն ասում, այս օրենքի գիրքը թող քո աչքի առաջից չհեռանա ու գիշեր ու ցերեկ նրա վրա մտածես, նրա մասին մտածես։ Այսօր հավատում եմ, որ մեր Աստված յուրահատուկ բան ունի անելու ամեն մեկի կյանքում, ու այսօր գիտեք Աստծո գերբնական խաղաղությունն է այստեղ տիրում, սիրելիս։ Նենց հանդարտ հոգի կա, խաղաղ ներկայություն կա, որ դաժե վախենում եմ այդ բարձր տոնով բան ասեմ, որտեղ այսպես խաղաղ Աստծո ներկայություն կա։ Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Երբ որ գալիս է այսօր ծառայության, որ պետք է արդեն խոսքը խոսայ, մի քանի տարբեր զանգեր ստացա, թե անձնական, թե ծառայողական, թե տարբեր խնդիրներով ու գիտես, երբ որ գալիս եմ ծառայության, ասեմ, ինչ հետաքրքիր է, ժողովուրդը գիտեն, որ այսօր բանն եմ, ծառայության եմ ու ասում եմ 15 րոպե կամ 20 րոպե մնաց է ծառայությանը զանգում են, ասում են 2 բառ ասում եմ ու վсё, այդ 2 բառը դառնում է 5 րոպե, 10 րոպե, երբ որ այդ խոսում վերջացնում եմ ու գիտես, ամեն երբ որ արդեն պետքա ադբոյ տամ, հա, ոնց որ արդեն պետքա վերջացնեմ խոսակցությունը, միշտ ասում են Հովիվ ջան, Աստված օրհնի քեզ, շնորհակալ ենք, դուք շատ օգնեցիք, ու գիտես ասում եմ Տեր, շնորհակալ եմ, որ պատիվ ունեմ մարդկանց կյանքում օրհնություն հանդիսանալու համար, որ մարդը կարա զանգի ու դու իրան իր հարցում, իր խնդիրի մեջ կարենաս օգնես։ Ամեն մանավանդ երբ որ մարդուն ասում են դու սիրելու բան չես։ Այսօրվա խոսքը հենց այդպես է վերնագրել եմ, դու սիրելու բան չես, բայց ես ու դու չէ ժողովուրդ, ամեն, դու սիրելու բան չես, ինչքան ես դասել այդ արտահայտությունը, այ մարդ դու սիրելու բան չես, այսի սիրելու բան չի, ես դու իրոք սիրելու բան չես, հալելույա, գիտես, հիշում եմ, երբ որ փոքր էի ու ինձ շատ էին, իմ հոգու հետ շատ էին դնում, իմ հարազատները,
ես նեղացկոտ բնավորություն ունեի, ավելի ճիշտ գիտեք, ոչ թե նեղացկոտ, կարելի ասել սրտից թույլ էի, հա, մի թեթև բան ասում էին, սկսում էի լացել։ Ու գիտես, բայց վայրն են, հա, հանկարծ ինձ ասեին դու սիրելու բան չես։ Դու ես ամեն ինչ անում էի, որ հանկարծ այդ արտահայտությունը չլսեմ։ Սելիս անկեղծ եմ ասում, դա սարսափելի արտահայտություն է։ Դա սարսափելի արտահայտություն է։ Միգուցե դու իմացես դե հումորով են ասում կամ ծիծաղում ես, բայց դա իրականում սարսափելի արտահայտություն է։ Սարսափելու վախենալու արտահայտություն է։ Գիտես, երբ որ դու սիրում ես այն մարդուն, ով որ քեզի է սիրում։ Այսինքն դու այդ մարդուն սիրում ես, բայց պատկերացրու դու ինչ որ մեկին սիրում ես ու քեզի ասում են, հա բայց ես քեզ չեմ սիրում, քեզի որպես ինչ սիրեմ, դու սիրելու բան չես։ Հիմա հետ ենք գնում երիտասարդ տարիներ, առաջին սեր, չգիտեմ դպրոցական այդ տարիներին առաջին սեր ու ինչ որ մեկին հավանում ես, մոտենում ես ու սիրո խոստովանություն ես անում ու այդ քույրիկը չնայած որ միգուցե զգացմունքներ ունի, միգուցե նույն փոխադարձ զգացմունքներ ունի, մի հատ արտահայտություն անում, բայց քեզի որպես ինչ պետք է սիրեմ, դու սիրելու բան չես։ Ու դու հավատում ես դրան, գիտեք, չէ՞։ Ու դու հավատում ես դրան։ Սելիս ուզում եմ այս քարոզ եղնի համ վկայության խոսք, համ էլ որ հասկանանք, թե ինչ խորը արմատներ կարա գցի իր հետևում։ Գիտես, երբ որ մի քանի անգամ նման արտահայտություն ա մարդը լսում, իր մոտ ինքնագնահատականի sense հետ կապված խնդիր է առաջանում, ու ինքը սկսում է ինքը իրան արժեքա զրկել, հա, ինքը իր մասին վատ կարծիք ունի, հա դե որպես ինչ պետքա ինձ հավանեն, որպես ինչ պետքա ինձ սիրեն, ու մարդու մոտ մի sense մտա վախություն է գալիս, մարդը վախենում է ու դենց է դառնում է 40 տարեկան չի ամուսնանում։ Որտեվ ինչ որ մի քանի հոգի իրան ասել են, հա դե դու սիրելու բան չես, քո ինչին պետքա հավանեն կամ քեզ ինչ պետքա սիրեն։ Ու գիտես, երբ որ այդ արտահայտություն անում է, մերժվածության դևը գալիս sense կողքից բռնում է, ասում է դենում ես, հա դե ճիշտ են ասում էլի, հա դե հաշտվի այդ մտքի հետ, որ դու սիրելու բան չես։ Չէ, բայց դու իրականում սիրելու բան չես։ Չգիտեմ Տերը ուր է տանում, Տերը գիտի։ Ամեն։ Եկեք իրար հետ մի տեղ կարդանք Աստվածաշնչից, իրար հետ մի խոսք վերցնենք ու այս խոսքը իրար հետ քննենք։ Մատթեոս 5-րդ գլուխ 43-րդ խոսքից։ Լսել եք, որ ասվեցավ, քո ընկերը սիրի եւ քո թշնամին ատիր։ Բայց ես ասում եմ ձեզ, սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարի կարեք ձեզ ատողներին եւ աղոտ կարեք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար։ Մի վարյան, ստեղ ինչ որ մի բան են չի։ Առաջին հայացքից, հիմա կասես ոնց։ Հետաքրքիր բան ասում է, լսել եք, որ ասվեցավ, քո ընկերը սիրիր եւ քո թշնամին ադիր։ Քո ընկերը սիրիր եւ քո թշնամին ադիր։ Ասում է, բայց ես ասում եմ ձեզ, սա մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերն ասելես, բայց ես ասում եմ ձեզ, սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարի կարեք ձեզ ատողներին, աղոտ կարեք ձեր չարչարողների եւ ձեր հալածողների համար։ Հիմա կուզեմ այս պունկտը ինձ առաջի բաժինը, որ 44 խոսքում ասում, բայց ես ասում եմ ձեզ, սիրեցեք ձեր թշնամիներին։ Եվ հենց սրանից է կախված այն հերթական արտահայտությունները, հերթական խոսքերը, որը որ մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է, լսի, եթե դու սովորես թշնամուն, սովորես մարդուն սիրել, մարդուն սովորես սիրել, գիտես ինչ տեղի կունենա, նայտես ինչ է տեղ ունենում, դու կսովորես իրան համար աղոթել, դու կսովորես իրան օրհնել, դու կսովորես իրան բարիք անել, դու կսովորես իրան չարչարողների եւ հալածողների համար աղոթք անել։ Բայց եթե սեր չունենաս, գնանք Կորինթացիս գլուխ, առաջին Կորինթացիս 13-րդ գլուխ, բայց եթե սեր չունենաք, նման եք ձայն հանող ծնցղայի։ Բայց եթե սեր չունենանք, գիտեք, հետաքրքիր է, լավ, մի վարյան, ինձ կային են ասեն, դու սիրելու բան չես, քեզի որպես ինձ սիրեն, ու որպես ինձ սիրեմ, ու ես շարունակեմ այդ մարդուն սիրեմ, ինչի համար։ Ոչ թե պետքա շարունակես, այլ պետքա չդատարես։ Լավ, ես շարունակում եմ մարդուն սիրել, չէ, սիրելիս, դու պետքա չդատարես մարդուն սիրել։ Դու պետքա չդատարես մարդուն սիրել։ Հիմա պատկերացրու, մի հատ բան է տեղի ունենում։ Քրիստոսը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը,
Հովանես Ավետարան 3:16-ում հստակ ասում է. Աստված այնքան սիրեց, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի։ Ու հետո մի հատ ուժեղ արտահայտություն կասում է. Աստված չի ուզում ամբարիշտի կործանումը։ Ամեն։ Էդխի, որովհետև սիրում է, որովհետև ուզում է, որ մարդը փրկվի, որովհետև ինքը չի ուզում, որ մարդը կորի։ Դրա համար Տեր Հիսուս Քրիստոսը եկավ։ Գիտես ինչներ, դա մեր Աստծո սիրո դրսևորումներ երկրի վրա։ Ուշադիրես, Աստծո սիրո դրսևորումներ, սիրո մարմնավորումներ երկրի վրա։ Ու պատկերացրու սերը գալիս է մարդկանց մեջ, ու ասում են, «Տո չէ, հա, ինչ փրկիչ, ինչ սեր, մեր Հովսեփի տեղն է, մեր Հովսեփի տեղն է, իր քույրերը մեր մոտ հարս են»։ Գիտեք հետաքրքիր ինչն է, երբ որ դու նայում ես երևույթին, երբ որ իրավիճակ է գալիս քո կյանքում ու դու նայում ես երևույթին, չես նայում դրդապատճառին, դու նայում ես երևույթին, բախի սենց արեց, հա Աստված սիրող հայր, հա բախի ասենց պատժում։ Սիրելիս ուզում եմ իմանաս, վստահ եմ որ գիտես, որ Աստված համ սիրող հայր է, համ էլ կատարյալ արտար է։ Ամեն։ Մեր Աստված կատարյալ Աստված է ու կատարյալ արտար է։ Շարունակությունը 45-ում։ Բայց ես ասում եմ ձեզ սիրեցեք ձեր թշնամիներին, որ 45-րդ խոսքը, որ որդիկ լինեք ձեր հորը, որ երկնքումն է, որովհետև նա իր արեգակը ծակում է չարերի եւ բարիների վրա եւ անձրևը բերում է արտարների եւ անիրավների վրա։ Հալելույա։ Սիրես ու հասկանում ես, այս ամենի խորությունը, եկեք մի հատ բան հասկանանք, ես ու դու, եթե մենք մարդուն չսիրենք, մենք չենք կարա լինենք 45-րդ խոսքի առաջին տողերից եմ կարդում, որ որդիկ լինեք ձեր հորը, որ երկնքումն է։ Դու էստեղ ես։ Հիմա տես, բայց ես ասում եմ ձեզ, սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարի կարեք ձեզ ատողներին եւ աղոտ կարեք ձեզ չարչարողների եւ ձեր հալածողների համար, որ որդիկ լինեք ձեր հորը, որ երկնքումն է։ Սա այս ամենի նպատակը, որ մենք կոչվենք Աստծո որդիներ։ Սիրելիս, եթե ես ու դու Աստծո որդի ենք, բայց մենք չենք սիրում մեր մասին վատ խոսացողներին, մեր հետևից մեզի հալածողներին, մեզի չարչարողներին, մենք չենք սիրում, մենք իրանց համար բարիք չենք անում, մենք իրանց համար չենք աղոթում, մենք իրանց չենք օրհնում, մենք արժան չենք լինելու Աստծո որդիներ, կոչվելու Աստծո որդիներ։ Աստվածաշունչը հստակ դրա մասին ասում է, որ ես ու դու արժան լինենք Աստծո որդիներ, որովհետև եթե ձեր սիրողին սիրեք, ինչ վարձք ունեք, չէ որ մաքսավորները նույնն են անում, եւ եթե միայն ձեր եղբորը բարիք տա, բարև տակ, ինչ ավել բան եք անում, չէ որ մաքսավորներն են այդպես անում։ Եթե մենակ քո եղբորը գաս բարև տաս, ասում ինչ դրան ինչ ավել բան ես անում, չէ որ մաքսավորները, մեղավոր մարդիկ են, մաքսավորների մասին որ խոսում է, մեղավոր մարդկանց մասին նկատի ունի, ասում չէ որ մեղավոր մարդիկ են անում։ Հալավ քո օգուտը որն է, որ գալիս ես բարև ես տալիս քո եղբորը, բայց ոչ այն մարդուն, ում որ քեզի թշնամի ես համարում։ Չէ, ինքն իմ թշնամին է, ես իրան բարև չեմ տալու։ Հալելույա։ Արդուք կատարյալ եղեք, ինչպես ձեր հայրը, որ երկնքումն է, կատարյալ է։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Արդուք կատարյալ եղեք, ինչպես որ ձեր հայրը երկնքում կատարյալ է։ Գիտես սա ինչի մասին ասում, որ ես ու դու այդ ամենից վեր եղնենք։ Որ ես ու դու այդ ամենից վեր եղնենք, խռովելուց, բարև չդալուց, չսիրելուց, որ ես ու դու այդ ամենից վեր եղնենք։ Գիտես, այսօր շատ մարդկանց հետ եմ խոսացել, շատ մարդկանց հետ եմ շփվել ու նույնիսկ մի ընտանիքի հետ, մի քուրիկի հետ շփվեցի ու իր թույլատվությունով մի հատ վկայություն եմ ուզում պատմեմ, որ
ամուսինը շատ ծանր խնդիրների մեջ շատ դժվար իրավիճակներում են անցնում ու մի փաստի առաջ են կանգնում, որ նայում ես ամուսնու վարկագծին, ամուսնու պայելաձևին ու մի հատ բան կարաս ասես, դու սիրելու բան չես։ Նման ամուսնուն այդ ամուսինը սիրելու բան չի, բայց գիտես, երբ որ Աստծո խոսքը խոսում է, երբ որ դու կանգնում ես երկրի առաջ ուխտ ես անում, որ մինչև ձեր երկրային կյանքի ավարտը իրար հետ եք եղնելու, ուրեմն դու պետք է պայքարես քո ամուսնու համար։ Ամեն, դու այստեղ ես, պատրաստ ես պայքարելու։ Հա, կասես հիմա մեր մոտ ամեն ինչ նորմալ է։ Մենք իմ ու իմ ամուսնու հարաբերությունները նորմալ է, մենք իրար մեջ մենք ընդհանրապես խնդիրներ չունենք։ Սիրելիս, լավ խնդիրներ չունես, Փառք Հիսուսին որ հավատում եմ, ուրախ եմ, որ ընտանիքում այդ խնդիրներ չունես, բայց գիտես, գալիս է մի իրավիճակ, գալիս է մի դեպք, որ դու նայում ես մարդուն, ասում ես, այ մարդ ով ուզում է եղնի, մենակ ես մարդը չեղնի։ Եղել է դենց բան, որ ասում ես ով ուզում է եղնի, չգիտեմ, գործի տեղը կամ ինչ որ մարդու հետ, մեկը քեզի դրել են այն մարդու հետ սմենի, որ դու պետք է իր հետ աշխատես, որ չգիտես ինչի իրան չես սիրում, որ իրան տանել չես կարա, բայց գիտես խնդիրը ինչի մեջ է, ընդամենը իրար ձեր սիմպաթիան իրար մոտ չի բռնե, իրականում իրար հետ չեք շփվե, բայց չգիտես ինչի դու այդ մարդուն չես սիրում։ Գիտես, երբ որ այդ ամենը կա, դու պետք է հանդիսանաս օրինակ, լինելով Աստծո որդի այդ մարդու հանդեպ սեր ցուցաբերես, որ մարդը տենալով այդ սերը քո հանդեպ ուզենա գա դեպի Աստծուն։ Գիտես, Քրիստոսը մի հետաքրքիր բան է ասում է սրանով կիմանան, որ իմ աշակերտներն եք, եթե իրար կոկորտ կրծեք։ Չէ, ասում է սրանով կիմանան, որ իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունենաք։ Հələ մի րոպե չեմ հասկանում, Հիսուս, ես ոնց կարամ Հակոբոսին կամ Հովհաննեսին սիրեմ, երբ որ մարդ էին մեջ գցում, իրանց մորը բերեցին, որ մի աղբերը մի կողքդ նստի, մյուս աղբերը մի կողքդ նստի։ Ոնց կարամ ես իրան սիրեմ։ Հալավ ինչքան կարամ ես իրան ներեմ, քանի անգամ կարամ իրան ներեմ, ասեմ։ 7 անգամ 70։ Գիտես, ուզում եմ քեզ մի հատ կարևոր պատճառ ասեմ։ Եթե մեջդ սեր եղնի Աստծո եւ մարդու համար, ոչ թե 7 անգամ 70, այլ 7 անգամ 7000 կներես, եթե մեջդ սեր եղնի։ Եթե իրական այդ աստվածային սերը, ագապե սերը մեջդ բնակվի, որտեղ Աստված ինքը սեր է, ինքը կատարյալ սեր է, ու եթե դու այդ սերը ունես քո մեջ, քո համար մարդուն ներելը խնդիր չի։ Լավ ինչ անեմ, ախր անձի սա կբե, իմ ինքնասիրության սա կբե, ամեն ինչին կբելա։ Սիրելիս, երկրի մեր Տեր Հիսուս Քրիստոսի վրա թքում էին։ Ու գիտեք ինքը ինչ էր անում, իր սերն էր ցույց տալ, ասում էր, Հայր, ների։ Ես որպես քո սերը, քո սիրո դրսևորումը երկրի վրա ես խնդրում եմ այդ սիրու հանդեպ, սիրուց դրտված, որ դու իրանց ներես, որտեղ իրանք չեն հասկանում ինչ են անում։ Սիրելիս, սա ամենայն կարևոր բանն է, որ ես ու դու պետք է հասկանանք, որ մարդը ինչ որ վադարար կանում, ինչ որ սխալ բան անում, եթե ես ու դու մեր մեջ սեր կա, ու եթե մենք այդ սերը տանք, մենք կարանք այդ մարդուն սատանայի ձեռից գողանանք, մինակ թե այդ մարդը բռնվելու բան ունենա, բռնվելու տեղ ունենա, այդ այն սերն այն Քրիստոսն է մեր մեջ, որից որ մարդը պետք է բռնվի։ Դու ինչ որ բան ստանում ես, բառ չեմ խոսում, չէ՞։ Հալելույա։ Պետրոս, դու սիրելու բան չես։ Չէ, դու սիրելու բան չես։ Պատկերացրեք, մեր Տեր Հիսուս Քրիստոսին դավաճանում են, մատնում են։ Հուդան դավաճանելա հերիք չի, հետն է Պետրոսը, կտրիչ տղեն, որ պատրաստ էր ու սուրը անեց ու զինվորի ականջը կտրեց, պատկերացրու կանգնած է մի հատ կարևոր իրադարձության առաջ։ Ու 3 անգամ ուրանում է, մինչև որ Աստծո խոսքը ասում է, մինչև որ հավը խոսեց, 3 անգամ ուրանում է, ու 3 անգամ ուրանալուց հետո, երբ որ արդեն երբ որ հավը խոսում է, ինքը հասկանում է ինքը ինչ արեց,
Հիմա պատկերացրեք, Քրիստոսը արդեն հարություն առե։ Քրիստոսը հարություն առած կանգնել է Պետրոսի առաջ։ Ու գիտես ինչ է ասում, չի ասում Պետրոս դու սիրելու բան չես։ Հարցնում է Սիմոն, Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Սիրում ես ինձ։ Հա, սիրում եմ։ Սիմոն, Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Հա, սիրում եմ։ Սիմոն, Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Հա, սիրում եմ։ Տեր, դու ամեն ինչ գիտես, որ սիրում եմ։ Դե ուրեմն հոգ տար, արածացրու իմ գառներին։ Սա իրոք գերբնական սիրո դրսևորում էր ու վստահություն։ Դու պատկերացրու մի կարևոր բան։ Մարդ, ով որ խաչելությունից առաջ անմիջապես 3 անգամ ուրացել է Քրիստոսին, ասել է, որ չեմ ճանաչում իրան, ես իրան չեմ ճանաչում։ Հիսուսը հարություն առներ, ինչ Պետրոսին եկեղեցու, դու դա սիրելու բան չի։ Դա սիրելու բան չի, բայց չէ, մեր Աստվածը դենց չի մտածում սիրելիս, ու մեր Աստված չի ուզում, որ ես ու դու դենց մտածենք, որ մարդ ինչ-որ մի հատ վադարար կանի ու կդառնա վադարարկով մեր թշնամին, սիրելիս, մարդը թող չդառնա քո թշնամին, որովհետև Աստծո խոսքն ասում է, հստակ հիմնավորում եմ Աստծո խոսք, որ իմ ու քո պատերազմը ում դեմ չի, մարմնի ու արյան դեմ չի, այլում դեմ է խավարի իշխանի դեմ։ Փառք Հիսուսին։ Դու ինչ-որ բան ստանում ես։ Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Տեսեք ինչ կարևոր բան ասում։ Առաջին Պետրոս առաջին գլուխ 22-րդ խոսքից։ Սուրբ Հոգու միջոցով ձեր անձերը սրբելով ճշմարտության հնազանդությամբ անկեղծ եղբայրասիրության համար մաքուր սրտով իրար սերտ սիրեցեք։ Հիմա տես ինչ կարևոր բան է ասում։ Սուրբ Հոգու միջոցով ձեր անձերը սրբելով ճշմարտության հնազանդությամբ նպատակը գիտես որն է։ Անկեղծ եղբայրասիրության համար մաքուր սրտով իրար սերտ սիրեցեք։ Պետրոսը գիտեր ինչ էր ասում, սիրելիս։ Պետրոսը գիտեր ինչ է ասում։ Առաքյալներից մեկն է, որ Հիսուսը առանձնացրել էր Պետրոսին, Հակոբոսին ու Հովանեսին, այդ երեքի հետ ավելի մերձ էր շփվում, ու գիտես, մի հատ կարևոր բան ասում, ասում է, լսեք, գիտեմ ինչ եմ ասում, ձեր անձերը մաքրեցեք, որ իրար կարենակ անկեղծ սիրեք ու իրար շատ սիրեք։ Մի վարյան, այդ խի ես դենց ասում Պետրոս, ասեմ, երբ որ Հիսուսը հարություն էր առե, ու եկավ իմ հետ խոսալու, ես այդ ժամանակ հլը Հովանեսի վրա չարացած էի, նեղացած էի, հլը չէի կարեցե մոռանալ, որ իր մամային բերել էր, որ մեկ աջ կողմդ նստել, մյուսը ցախ կողմդ, դրա համար է քեզի հարցրեցի, բա այս հետ ինչ է եղնելու։ Եվ Հիսուսը ասեց, քեզ ինչ, եթե ես կամենում եմ, որ նա կենա, դու իմ հետևից արի, քու գործը չի։ Սիրելիս այնքան կարևոր է, որ մենք չգիտես ինչի, մենք մարդու հոգսն ու մարդու բեռը կամ մարդու կյանքի իրավիճակը ես ու դու մեր վրա չվերցնենք։ Մեր գործն է Տիրոջ հետևից գնալը, ու մեր գործն է այդ իրավիճակները ինչ խնդիր ուզում է եղնի, բերես 10 Տիրոջ ձեռների մեջ։ Ամեն, չես գնում, չէ՞։ Բերես 10 Տիրոջ ձեռների մեջ։ Ու գիտես, չլինի թե հանգարց, երբ որ Աստված գա ու կասի եղբայր, սիրում ես ինձ։ Հա, ոնց չէ։ Սիրում ես ինձ։ Հա, ոնց չէ։ Սիրում ես ինձ։ Հա, ոնց չէ։ Այս ժողովուրդը ինձ պաշտում է շուրթերով, բայց նրա սիրտը ինձանից չոք է։ Հալելույա։ Այս ժողովուրդը ինձ պաշտում է իր շուրթերով, իր բերանով, իր լեզվով, բայց իր սիրտը ինձանից ճոգ է։ Չէ, դու սիրելու բան չես։ Հալելույա։ Եփեսացիս 5-րդ գլուխ
25 խոսքը։ Մարդիկ, սիրեցեք ձեր կանանց, ինչպես Քրիստոսն էլ սիրեց եկեղեցին ու իր անձը մատնեց նրա համար։ Հալելույա։ Մարդիկ, սիրեցեք ձեր կանանց։ Լրիվ բառ առ բառ, պարզ, հասկանալի են, որ ասում է ծամում դնում է բերանդ։ Բառ առ բառ, պարզ հասկանալ ասում է ձեր կանանց սիրեք, ինչպես որ Քրիստոսը սիրեց իր եկեղեցին ու իր անձը դրեց նրա համար։ Մի հատ խնդիր է եղնում, կնիգը մարդուն ասում դու սիրելու բան չես, մարդը կնգան ասում դու սիրելու բան չես, Սատանին ասում է ջան, կբավ, տեղավորվել եմ իրանց արանքը, մի քիչ էլ բզբզամ կպայտի ու հոր սիրտը կցավացնեմ, կասեմ տեսար ուխտդ դրժեցին, չկարեցա մինչև վերջ մնային, են որ քո առաջ ասում էին, ամեն բան կանեմ, մինչև թե դժվարության մեջ, թե նեղության մեջ, թե չգիտեմ ինչ ուզում է եղնի, ես իրան չեմ թողա, հենց մի հատ խնդիր է գալիս, դու սիրելու բան չես, չէ դու սիրելու բան չես, ու ինչ եղավ, տեղավորվավ ու ընտանիքը տրակացրեց, ու ուխտդ չեղյալ եղավ, ու հետո փորձում ես հասկանաս, ինչի, որտեղ ես բաց թողել, որտեղ ես սխալվել, մի ընտանիք կա, գալիս են տերդերի մոտ, ասում են դու մեզի պսակել ես, դու էլ մեզի բաժանի, որովհետև մենք զաքսի թուղթ չունենք, մենակ եկեղեցով ենք պսակված, ասում է լավ, վստահ եք, հա վստահ ենք, դու մեզի պսակել ես, դու էլ մեզի բաժանի, սիրելու բան չի, չեմ սիրում, նույնն էլ հագարակողմից, սիրելու բան չի, չեմ սիրում, տերդերը ճարը կարդում է, հարցնում է, ուզում ես բաժանվես, ասում է հա, ու մեծ սենց գրկով տալիս է ամուսնու գլխին, շուրա գալիս կնոջն է, այդ նույն բանը կնոջն է ասում, կարդում է, ասում ուզում ես բաժանվես, ասում է, ու այդ մեծ գրկով տալիս է կնոջ գլխին, ու երրորդ հարվածից հետո չեն դիմանում, ասում են երկար է էսի շարունակվելու մեր բաժանման պրոցեսը, ասում է մինչև մահը ձեզի չբաժանի, Հալելույա, դու սիրելու բան չես, Կողոսացիս 3:19 Մարդիկ սիրեցեք ձեր կանանց և դառը մի լինեք նրանց դեմ Դեսոր ոնց որ քորիկների կողմից եմ խոսում Մարդիկ սիրեք ձեր կանանց և դառը մի լինեք նրանց դեմ Մեկ մեր եղբայրները մոռանում են մի հատ կարևոր բան Գիտես որը որ Աստված ասավ ոչ թե մի հատ նաչալնիկ շինեմ մարդու համար, այլ օգնական շինեմ մի օգնական շինեմ մարդու համար ու չգիտես ինչի այնքան բան են պահանջում Սիրելի եղբայրներ հանգած վերջում չքարկոցեք այնքան բան են պահանջում իրանց կանանցից մի բան հաշվի չառնելով որ Աստված ասեց մի հատ օգնական իրանց շինեմ որ օգնի որ իրա կողք եղնի խրատներով
խորհուրդներով օգնի, բայց երբ որ այդ ամեն ինչը մոռանում ենք, այդ մենք մեր տեղում չենք եղնում սիրելի եղբայրներ, կնոջը դնում ենք начальնիկի տեղ, վերջում որ ինքը սկսում է կոմանդը տանել, կներեք այս բառիս համար, հա, երբ որ ինքը սկսում է արդեն ղեկավարել, չգիտես ինչի դառնում է էլեսի սիրելու բան չի։ Այն վաղտ որ օգնում էր լավ էր, բայց որ հետո տեղերով փոխակ դու դառալ իր համար օգնական, ինքը դառավ էլ սիրելու բան չի։ Անհնար է, ես չեմ կարա իր հետ ապրեմ։ Երբ որ Մոսկվայում ծառայում էի, մի ծառայող հովիկին գնաց երկինք, մահացավ, ու ես հիշում եմ, երբ որ մեր հովը իրան մխիտարում էր ու խոսում էր իր հետ, միակ բանը, որ այդ եղբայրը ասեց, միակ բանը, որ ասեց, որ մինչև հիմա մեջս տպավորվելն է, գիտեք ինչն էր, որ ասեց, ես ափսոսում եմ, որ իր հետ քիչ ժամանակ եմ անցկացրել։ Մտածում ես, հələ կհասցնես։ Հələ այնքան ժամանակ ունեմ, հələ կհասցնեմ։ Հետո որ դեպք է եղնում, հիշում ես այն արտահայտությունները, որ ասես, հատե դու սիրելու բան չես։ Այսօր միգուցե շատ մարդկանց սրտի ցավից եմ խոսում, միգուցե շատերի համար ես ընդհանրապես կմտածեն, որ հատե ես ինձի պետք չէր, ես ինձի չէր վերաբերվում։ Սիրելիս, այս աշխարհում չկա դենց մարդ, որ իրան չվերաբերվի այս ամենը։ Այս աշխարհում չկա դենց մարդ, որ իրան չվերաբերվի։ Այսօր չես անցնե, կամ արդեն անցել ես, կամ արդեն տարիքը դարել ես, հասունացել ես ու քո համար այս ամեն ինչը ծիծաղելու է, գիտես մոտ կարևոր բան կա, որ դու պետք է անես։ Դու, երբ որ Աստծո խոսքը խոսում է, Տերը Պողոս առաքյալը Տիմոթեոսին նամակ ուղարկում, ասում է, ուրեմն ծերերին ու կանանց, կասես, որ իրանք օրինակ եղնեն մատղաշ հարցների համար, մատղաշ այրիների համար, կանանց համար ու իրանց երեխեքի համար։ Գիտեք, մի քանի անգամ ինձի բռնացել են, որ հենց իմ երեխուն ուզում եմ սենց նեղացնեմ, կամ ոչ թե նեղացնեմ, այլ ուզում եմ մի քիչ սենց ցկեմ, որ ինք իրան մի քիչ խելոք բայ ասեմ, այսա որ աղբերը ծնվավ, այսա որ քորիկը ծնվավ, իրան ավելի շատ եմ սիրելու, հումոր եմ անում, բայց հետո հասկացա, թե դա ինչքան դառը արմատ կարա թողա երեխու մեջ։ Ու այսօր համ ձեր առաջ, համ իմ երեխու առաջ ապաշխարում եմ դրա համար։ Սիրելիս, երբեք չասես դու սիրելու բան չես։ Երբեք չասես դու սիրելու բան չես։ Գիտես ում ասա դու սիրելու բան չես։ Մեղքին ու մեղքի հետևում կանգնած չարոժերին։ Ասա դու սիրելու բան չես։ Դու մեղքը մի սիրի, մեղքի զզվա։ Միակ բանը, որ դու իրանից պետք է զզվաս, դա մեղքն է։ Միակ բանը, որ դու պետք է ասես, այ մարդ դու սիրելու բան չես։ Դու սիրելու բան չես։ Դա մեղքն է։ Այդ գայտակղությունն է, ինչ քաղցր Աստծո ներկայություն կա։ Դու սիրելու բան չես։ Հալելույա։ Դու այստեղ ես։ Հալելույա։ Եվ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն նրան հավատացող չկորչի, այլ կյանք ունենա եւ էլ ավելին։ Հալելույա։ Հալելույա։ Մի քանի տարի առաջ եղբայրներով հավաքվել էինք ու մարդիկ եղբայրներ իրենց կյանքի վկայությունով են պատմում ու կիսվում էին իրենց վկայություններից։ Դա Մոսկվայում էր, երևի արդեն մի 6-7 տարի առաջ ու կիսվում էին իրենց կյանքի վկայություններից ու մի եղբայր իր խնդիրներից է պատմում, մի եղբայր իր դժվար իրավիճակներից է պատմում
Ու գիտես, երբ որ այս եղբայրը պատմում էր իր դժվար իրավիճակներից, Աստծո ներկայությունը իջավ ու ես սկսեցի լացել։ Ու չէի կարող արտասուքներս պահեի։ Ու զարմացել են եղբայրն, ասում են, ինչ ա եղել, խի ես լացում, այ մարդ ինչ եղավ։ Գիտեք, որովհետև այդ տարիներին, երբ որ այդ եղբայրը դժվարության մեջ ա եղել, ինքը ոչ մեկին չի ասել։ Բայց երբ որ ինքը փակվել էր, ինքը առանձնացել էր, ես միակներից էի, երևի, ով որ իր հետ շփվում էր, որ երևի ասեց, այ մարդ էսի սիրելու բան չի։ Առանց խնդիրները իմանալու, առանց դժվարությունները իմանալու, մադղա շավադացյալ էի, նոր էի ապաշխարել, նոր է եկել եկեղեցի։ Դե դու սիրելու բան չես, դու սիրելու բան չես, ու եղբայրը պատմում է իր դժվարություններից, ու ես չեմ կարող իմ արտասունքներս զսպեմ, ես լացում եմ։ Գիտես, աղբերը ասում է, ինչ է, ասում եմ, հետ ոչ մի բան, դուք իմ արտասունքները տեսաք, բայց մենակ ճշմարիտ Աստված տեսավ, որ այս արտասունքները ապաշխարության ու զղջումի արտասունքներ են։ Սելս, եթե ինչ-որ մեկին ասել ես դու սիրելու բան չես, զանգի ներողություն խնդրի։ Եթե ինչ-որ մեկին ասել ես դու սիրելու բան չես, զանգի ներողություն խնդրի։ Եթե ինչ-որ մեկին ցավացել ես, ինչ-որ մեկին վիրավորել ես, զանգի իրանից ներողություն խնդրի։ Ես մի վկայություն պատմեմ, այս վկայությունը շատ անգամ եմ պատմել ու այսօր եւս մեկ անգամ կպատմեմ, երբ որ տարիքով ահագին փոքր էի, ահագին։ Երևի 27 տարի առաջ, մոտ երևի 13 տարի, 12-13 տարեկան եմ եղել, ավելի փոքր։ Մենք գյուղում էինք ապրում ու անասունների համար տարածք ունեինք, ու երբ որ անասուններին ուղարկում էինք դաշտ, այդտեղ անասունների համար փետ կար դրած։ Հենց ուղարկում էինք փետը դնում էինք այդ դռնակի մոտ ու դուռը փակում։ Ու ես իմ ու իմ եղբոր մեջ ընդհարում եղավ, չեմ հիշում պատճառը ինչն էր, իմ եղբայրը շատ էր իմ մոտ գալիս, հենց ընդհարում եղավ ու գիտես այնքան սենց չարացած էի ես։ Ու ինչքան ուժ ունեի այդ փետով վերցրեցի ու իրան խփեցի, եղբայրս ձեռը պայեց, որ այդ փետը իր ձեռի վրա կոտրվեց, բայց այդ փետը շատ ամուր փետ էր։ Ու իր ձեռի վրա կոտրվեց, ինքը սենց նայեց աչքերիս մեջ, ձեռը բռնեց ու գնաց։ Գնաց տուն, մաման տեսավ ու սենց խառնվավ իրար, վայ, ես ինչ ա եղել, ես ինչ ա կատարվում։ Ոչ մի բան չասավ, ոչ մի բառ չասեց, ոչ մի բան չասեց։ Անցավ երկար տարիներ։ Ես արդեն եկեղեցում եմ, ծառայության մեջ եմ, ու իմ աղբոր հարաբերությունները չի դզվում։ Իմ աղբոր հարաբերությունները չի դզվում։ Ես փորձում եմ ամեն ինչ անեմ, բայց չի դզվում։ Գիտես ինչի, դառը արմատ կար թողած, որ դու սիրելու բան չես։ Հերիք չի քո վարկով, հերիք չի խոսքով, հետն է քո վարկով դու իրան վանում ես։ Ու ես հիշում եմ աղոթքի ծառայության ժամանակ ով գորը ասավ, այսօր վերցրեք մի մարդու անուն, մի մարդու համար ամբողջ շաբաթ աղոթելու եք։ Ու այդ մարդու անունը թղթի վրա գրեք ու բարձրացրեք Տիրոջ առաջ, ու այսօր այդ մարդու համար աղոթելու ենք։ Ամբողջ եկեղեցով այդ մարդու համար աղոթելու ենք։ Ու ես իմ եղբոր անունը գրեցի ու եկեղեցու առաջ աղոթում եմ։ Ու այդ շաբաթվա ընթացքում, երբ որ ես աղոթում եմ, մեքենայով գնում եմ ու Տերը հիշեցնում է ինձ այդ դեպքը։ Ու ես վերցնում եմ հեռախոսը, արդասունքները աչքերիս, զանգում եմ աղբորս։ Հալելույա։ Հենց զանգում եմ, ասում եմ Հակուլ բարև, ինչ է եղել, խի ես լացում։ Ասի ինչ եղել է, 25 տարի առաջ է եղել։ Հիմա զանգել եմ, ասեմ ներողություն։ Հալելույա։ Հալելույա։
Ինչ եղել է 25 տարի առաջ ա եղել։ Ու պատմեցի ինչ ա եղել։ Գիտես, ասում է, հայ աղբեր, ես էդի մոռացել էի։ Գիտես, կարող է չեր է մոռացել, կարող է նստված կեր տվել, ասում է, ես չէի մոռացել, ես մոռացել էի, ասի, ես էլ էի մոռացել, բայց երբ որ Տերը հիշացրեց, ուրեմն էսի պետք է որ ես անեմ։ Հիմա ուզում եմ երկնքի ու երկրի առաջ, որովհետև Աստծո խոսքն ասում է, ես Տեր մեղանչել եմ քո առաջ, երկնքի առաջ եւ քո առաջ, ես մեղանչել եմ երկնքի ու քո առաջ։ Հիմա ուզում եմ երկնքի առաջ քեզանից ներողություն խնդրեմ։ Ու իմ աղբոր հարաբերությունը հրաշալի է, սիրելիս։ Հալելույա։ Հալելույա։ Իմ աղբոր հարաբերությունները հրաշալի են, շատ լավ։ Եթե ժամանակին ինչ-որ մեկին ասել ես դու սիրելու բան չես, վիրավորել ես ու քեզ թվում է թե էդի դարը դենց անց է գնացել, ուզում եմ իմանաս, ինքը արմատ է տալիս։ Ինքը արմատ է տալիս։ Կտրի է դարմատները, դեմը առ, թույլ մի տու սատանեն ավելի խորացնի, որ քեզանից ավելի հեռացնեն հարազատին, ում որ թեկուս ուղղակի կատակով, թեկուս ինչ-որ լավ սխալ միտում չես ունեցել, բայց ասել ես ու զգացել ես, որ ինքը դրանից նեղվել է։ Սիրելիս, կտրի է դարմատը։ Միակ բան էլ եմ ասում, որ սիրելու բան չէ, դի սատանանա ու իր գայթակղությունն ու իր մեղքերը։ Ամեն։ Հալելույա։ Դու ինչ-որ բան ստացար։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Հալելույա, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հիմա կարանք իրար հետ ասենք, սատանա դու սիրելու բան չես։ Դու սիրելու բան չես։ Հալելույա, արի ոտի կանգնենք։ Մինչ մեր կարգ ու կանոնը կպատրաստի հաղորդության սեղանը, կուզեմ հարցնեմ, կա մարդ, որ նման եկեղեցի ընդհանրապես չի եղել ու ինքը նման եկեղեցում առաջի անգամ է։ Եթե այստեղ ես, կխնդրեմ ձեռ բարձրացնես, ուզում եմ ողջունեմ քեզ։ Եթե ընդհանրապես նման եկեղեցի չես եղել։ Հալելույա, Տերը ձեզի շատ օրհնի։ Եղբայր, ես կխնդրեմ գաս առաջ, ես այստեղից կիջնեմ, իրար հետ մի հատ աղոթք կանենք։ Հալելույա։